Դուք ֆիլմի ռեժիսորն եք, կպատմեք ընդհանրապես ֆիլմի մասին, ինչպես է ստեղծվել, ինչպես եք մտածել, որ այսպիսի ֆիլմ նկարվի։ Հայակվեով ենք մտածել ու խմորում էինք, թե ոնց ենք, որովհետև արդի խնդիր է ու լուրջ խնդիր է։ Երևի լավ կլիներ, որ դեռևս 20 թվականից այս Արցախի հետ կապված խնդիրները հենց այս ֆիլմերով արծարծվեն, ինչևէ, բայց թե ոնց հենց այս կառուցվածքով որոշեցինք, այսինքն որոշեցինք, որ հենց ուսանող լինի, որը հետազոտի այս թեման, դա արդեն Գեղամյան Վարուժյանը, թուրքագետ, ինքը առաջարկեց, ասաց, իսկ ինչ եթե այս մեթոդով անենք, ու տենց ինչ շատ դուր եկավ, մի անգամից հենց ասաց Ֆիլմը տեսա, գնացի բանում թատերականում այդ օրերին էլ հենց թատերականում բաներ պիտի լսեի ուսանողների իրանց ֆիլմերի նախագծերի ներկայացումները լսելուց մտածում էի թե ում հետ կարելի աշխատել, տենց ընտրեցի Սուրենին Բելյան ու իր հետ այս ֆիլմը արեցինք։ Իսկ որն է ֆիլմի առանցքային գաղափարը։ Հա, այդ պիտի սկզբից ասեի, չէ՞։ Ֆիլմը ուրեմն ադրբեջանցիներին Հայաստանում բնակեցնելու այդ վտանգներին է անդրադառնում ու Սուրենը, համառ ռեժիսորը եւ ուսանողը ինքը հետազոտում է այդ թեման, թե դա ինչ է նշանակում, արդյոք դա հնարավոր է, արդյոք ինչ հնարավոր է, արդյոք դա այս ատելության պայմաններում ու հանդիպում է ընտանիքների, որոնք մի քանի անգամ են բռնագաղթել Ադրբեջանի պատճառով, այսինքն մի անգամ 80-ականներին, մի անգամ էլ այս Արցախի հայաթափման պատճառով։ Հանդիպում է Մնացական Ազիզյանին, ով լրագրողը Բաքվում են ապրել, հետո 80-ականներին բռնագաղթել են Արցախ, Ստեփանակերտում իրենց տունը կառուցել, ուրախ երջանիկ ապրում էին ու դե 23 թվականին Արցախը Ադրբեջանի կազմ ճանաչելու պատճառով գիտենք ինչ եղավ։ Ու մյուսը Ջուլիետա Արուստամյանն է, ով հեղինակային երգչուհի է, հեղինակային երգի երգչուհի, տենց են ասում, ճիշտ է, տենց ասել է։ Ինքը Շուշիում ակումբել ուներ, Մինգեչաուրում է ծնվել, Մինգեչաուրում էլի 0-ից տուն են ստեղծում, կառուցում են եւ այլն, ու տենց 80-ականներին բռնագաղթում են, դրանից հետո արդեն 20 թվի պատերին 29 են դուրս գալիս, բայց դե մինչև այդ Ստեփանակերտում են ապրում, Ստեփանակերտի հանրակացարանն ռմբակոծում, հետո այդ դրանից հետո բարձրանում են նոր Շուշի, երբ որ Շուշին ազատագրվում է, այնտեղ հիմնում է իր հեղինակային երգի ակումբը, ֆիլմում էլ կտեսնենք այդ վերջում իր հեղինակային երգի ակումբի հիմն են երգում, հա, ու դե իրանց պատմությունների միջոցով այս թեման է էլի բարձրացում, որ ի վերջո այն ինչ կատարվում է մարդկանց է առնչվում, հա, այդ քաղաքական բանակցությունները, որոշումները կուլիսների հետևում որ տեղի են ունենում, մենք տեսնում ենք թե այդ մարդկանց վրա ոնց է ազդում ու հիմա էլ հենց հիմա էլ էլի այդ տագնապը երրորդ անգամ բռնագաղթելու մեզ մոտ էլ ովքեր որ դեռևս չեն բռնագաղթել առաջին անգամ Ուշ լինի Ինչպես է ծագել ֆիլմի Հա, այդ Հայակվեի հետ Հայակվեն այդտենց միտք ուներ, հենց այս ադրբեջանցիներին վերաբնակեցնելու թեմայով ֆիլմ անելու ու այդտենց սցենարներ էինք մշակում, ոնց անենք, ինչ անենք, հետո հանդիպումներից մեկի ժամանակ Վարուժյանը թուրքագետ Գեղամյան Վարուժյանը ասաց իսկ ինչ հա ձեր դասախոսն է լավ դասախոս ունեք պայծառ մտքով ասաց իսկ ինչ եթե մի ուսանող սկսի հետազոտել այս թեման ու հենց ինքը հետ ասաց ֆիլմը տեսա մի անգամից էլի շատ լավ միտք էր ու այդ օրերին ես հենց թատերականում պետք է լսեի ուսանողները իրանց ֆիլմերի նախագծերն էին ներկայացնում ու ինձ համար ոնց որ առիթ էր որ համել տեսնեմ ում հետ կարելի է աշխատել այս ֆիլմի վրա, այդտենց ընտրեցի Սուրենին Բելյան, ով նաև նայեք ինչ հետաքրքիր եղավ, ես ընտրեցի Բելյան Սուրենին առանց իմանալու, թե ինքը որտեղ է ապրում եւ այլն, հետո պարզվեց ինքը ապրում է այնտեղ, որտեղ այդ վտանգը կա, որ այդ շրջանում ադրբեջանցիների կա վերաբնակեցնեն, ինքը Հնաբերդ գյուղից է, այդ Հնաբերդի կողքի տարածքներում, այդ Արտաշատի գյուղերից է, Դվինն է եղել, մայրաքաղաք Դվինի տարածքներն է, հա, ու այդտեղ այդ վտանգը կա, որ այդտեղ կարող է եւ վերաբնակեցնել։ Հա, ու տենց այսինքն այդ զուգադիպություն եղավ էլի, դե տենց։
Իսկ ինչպես ընտրեցիք, որ հենց այս ընտանիքի մասին պետք է լինի ֆիլմը։ Ես փորձում եի գտնել ընտանիքներ մարդկանց, որոնք մի քանի անգամ են բռնագաղթել, այսինքն կան մարդիկ, որոնք նույնիսկ 3 անգամ են բռնագաղթել, այսինքն մի անգամ այդ 80-ականներին, հետո 20-ին դուրս են եկել, հետո վերադարձել են 20-ին ու 23-ին են մի հատ էլ դուրս եկել, պատկերացրեք, ասենք Հադրութում են ապրել, հետո եկել են Մարտունի ենթադրենք ու 23-ին էլ մի հատ Մարտունին հայաթափել, փնտրում էի այդ ընտանիքներին ու անց օրինակ Մնացական Ազիզյանի ընտանիքը իրենց դուստրի հետ ես բավական լավ համագործակցություն եմ ունեցել, ինքը համ հայաքվեի անդամ է, համ էլ լուսանկարիչ է, բայց չգիտեի, որ ինքը այդ նույն ճակատագիրը ունեն ու մի անգամ Արամ Պետրոսյան կա հայաքվեից, Արամի հետ մի անգամ խոսում էինք, ասացի, որ սենց ընտանիքները մանգալու, ասես բամեր գան են, հա, ու տենց գնացինք, հանդիպեցինք, արդեն մի անգամից հասկացա, որ մի կերպարը սա է, Ջուլիետայի հետ կապված այլ տեղից ինձ օգնեցին գտնել ու երբ որ ես իմացա, որ ինքը հեղինակային երգի ակումբ ունեցել Շուշիում, ես հասկացա, որ հենց իր միջոցով է պետք բացել, որովհետև ինքը դառնալու է ոնց որ այդ իր երաժշտականությունը ֆիլմի կառուցվածքային թել է դառնալու։ Ու եթե ֆիլմը նայեք կտեսնեք, այդ իր երաժշտությունով է գնում ու ունենց հետաքրքիր է, իր երգերը հենց բռնում էին ֆիլմի թեմային, այսինքն ըստեղ այնքան զուգադիպություններ եղավ այս համագործակցությունների ընթացքում, որ այդպես ուղղակի հաճույք է ստանում ամեն զուգադիպությունից։ Ինչպես հասկացան, ֆիլմը նաև ցուցադրվելու է մարզերում, նշեցի։ Երևի հուսով եմ, հա։ Ցուցադրեք, իսկ չեք վախենում, որ ձեզ քրիակավոր են Արցախի մասին նկարելու մարտին իշխանությունը։ Գիտեք ինչ է տայք, ես հիշում եմ 2017 թվականին, երբ որ մեր ֆիլմը ես սցենարն էի արել, հեռացրեցին Ոսկե ծիրանից, այն ժամանակ նույնասեռականների թեմայով ֆիլմ էր ու ահագին տենց սկանդալ եղավ ու ես հիմա աբսուրդ է, որ պատկերացնում ես, որ Հայաստանը հասել է այն իրավիճակին, տեսեք մենք այն ժամանակ ինչ հարցերից էինք ցենզուրայի մեջ ընկնում, հիմա այսինքն մեր ինքնության պատճառով կա այդ վախը, որ կարող է ցենզուրա, իհարկե կա այդ վախը, որովհետև եթե մենք վերադառնանք օգոստոսի 8-ի կնքված այդ բանին, նախաստորագրած այդ բանին, ինչ են ասում դրան, հուշագիր են ասում Թրամփի, Ալիևի եւ բանի, դեռ կտեսնենք, որ բանի, եթե չեմ սխալվում 8-րդ հոդվածն էր, որ այսինքն պետք է պետությունները ծայրահեղականության դեմ, այդ ռևանշիզմի դեմ պայքարեն եւ կարող հենց ռևանշիզմ բառը չկար, ծայրահեղականությունը կար։ Իսկ Ադրբեջանի համար ո՞րն է այդ ծայրահեղականությունը։ Ադրբեջանի համար ծայրահեղականությունն է, եթե հայերը ասում են հարգեք մեր իրավունքները, չէ՞, օրինակ եթե ասում են արցախցիք պետք է վերադառնան, որը իրանց անկախտելի իրավունքն է, այսինքն դա մենք չենք օրինել, դա ՄԱԿ-ի կոնվենցիաներով, փախստականների մասին կոնվենցիաներով, Պիրեյնոյի սկզբունքներով եւ այլն։ Այսինքն եթե մենք ասում ենք, որ արցախցիները ունեն իրավունքներ, իրանց համար դառնում ենք ծայրահեղական, էլի։ Այդպես տեսնենք դեպի բանը, սովորենք ցենզուրաներին եւ ոչ միայն սրանց, այլ նաեւ շատ ավելի կոշտ ու հետաքրքիր ցենզուրաներին ենք սովորել։